Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական գործողություններ իրականացնող անձ, սպառնալիքներ, այսպես ցուցադրական ճակերտավոր դատավարություններ, Արցախում մշակութային եւ պատմական ժառանգության ոչնչացում, դիրքերի անընդհատ լարվածություն եւ այլն, լիքը նման բաներ, հա։ Մասնավորապես եւ նամանավանդ այն, որ անընդհատ կրկնում են, եթե բանակցություններով չստանան իրենց ուզածը, ապա ուժով կարող են վերցնել, հա, եւ դա համարյա ամեն շաբաթ դա Ալիևի ելույթներում կրկնում է, եւ մենք չենք կարող դա անտեսել։ Մասնավորապես, ինչպես նշեցինք նախորդիվ, ռազմական բալանսը մեր օգտին չէ, հա, ռազմական իրավիճակը, դիրքային վիճակը մեր օգտին չէ, եւ Ադրբեջանը շարունակում է զենքի, զինամթերքի, ռազմական տեխնիկայի մեծացած գնումները։ Մյուս կողմից պետք է նաեւ մատնաշենք այն փաստը, որ այս ամեն ինչի ֆոնին տարատեսակ պաշտոնյաներ հայկական, բարձրաստիճան պաշտոնյաներ գնում են եւ Իլհամ Ալիևին շնորհակալություն են հայտնում, չգիտես ինչի համար։ Մենք գիտենք ինչի համար են շնորհակալություն հայտնում։ Բազմահազար զոհերի, հա, տեղահանված արցախցիների, օկուպացիայի համար իսկապես անկեղծ շնորհակալություն են հայտնում, որովհետեւ դա ծառայում է իրենց քաղաքական նպատակներին։ Դրանով թուլացվել է հայկական պետությունը, դրանով զրոյացել է հայկական պետության դիմակայունությունը եւ դիմադրականությունը, եւ այսօրվա իշխանությունը կարողանում է իր չնչին սպառնալիքները մեծացնել փչել այնքան, որ պատերազմով կարողանում է վախեցնել ժողովրդին եւ հասնել իր քաղաքական նպատակներին։ Մյուս կողմից, իհարկե, անդրադառնալով այս զեկույցի մնացած մասերին, չպետք է անտեսենք որոշակի հատվածներ, որոնք մատնանշում են նախ զեկույցի ոչ պրոֆեսիոնալիզմը,